Բարև ձեզ։ Այսօր Հայաստանում էներգետիկ անվտանգությունը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարց է։ Ինչ է կատարվում Հայաստանի էլեկտրական ցանցերում։ Մեկ բան ակնհայտ է, որ այն ամենը, ինչ կատարվում է, այդ գործընթացները վաղուց արդեն դուրս են եկել մեկ ընկերության շրջանակներից եւ դարձել են համակարգային, որի ընթացքում քննարկվում են նախընթաց տարիներին կառավարման որակը, խախտումների ծավալները, այս ընկերությանը լիցենզիայի ձեռքելու եւ ապա պետականացնելու հնարավոր սցենարները։ Իսկ սա արդեն միայն տնտեսություն չէ, սա նաեւ քաղաքականություն է, սա նաեւ հանրային վստահություն է կամ վստահության բացակայություն կամ վստահության պակաս, ինչպես կուզեք, եւ սա նաեւ պետության դերակատարություն է տնտեսության մեջ։ Սա մեկ Երկրորդը մեր այս օրերի հիմնական թեմաներից մեկը ներքաղաքական իրավիճակ, գիտենք Հայաստանը պատրաստվում է առաջիկա համապետական խորհրդարանական ընտրություններին, իսկ այս շրջանում իրար հետ մրցակցում են ոչ միայն ծրագրերը եւ գաղափարները, այլև ռեսուրսները եւ քաղաքական հաշվարկները։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է, բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Սկսենք ոլորտային հարցերից, երկրորդ հատվածում կանդրադառնանք արդեն ներքաղաքական խնդիրներին։ Մի փոքր հեռվից կանք, չնայած այդքան էլ հեռու չէ, ինչ տեսակ, երբ գնացիք Հայաստանի էլեկտրական ցանցեր, այնինչ տեսակ այդ պահին ձեր գնահատմամբ պարզապես խնդիրներ էին, խնդիրների շարք էր, լինի մեծ կամ փոքր, թե համակարգված համակարգային խախտումների մի ամբողջություն։ Այնինչ տեսանք հեծում առաջին օրերին կամ շաբաթներին, բնականաբար թե կառավարչական, թե ինստիտուցիոնալ, թե մարդկային ռեսուրսի, մարդկային կապիտալի ներգրավման, նույնիսկ սոցիալ մշակութային առումով բավականին խորքային, խնդրահարույց մի ամբողջ կոնգլոմերատ էր, որը որ պարունակում էր իր մեջ թե համակարգային խնդիրը ձեր ասած, թե անձնակենտրոնության հետ կապված խնդիրներ, թե նաև առերևույթ, կոռուպցիոն, նաև փոխկապակցված տնտեսվարման փակ արժեշղթա, որը որ օգտվելով նաև ընկերության բնական մենաշնորհային դիրքից շատ ավելի նմանվում էր գուցե ասածս մի քիչ ֆետիշացված զգա, բայց խորքային պետության հետ, այսինքն էներգետիկ համակարգում հեծը ունենալով բնական մենաշնորհ, բաշխման մենաշնորհը վերածել էր էներգետիկ համակարգում ներդրումների, զարգացման մյուս հնարավորությունների, այդ թվում նաև տեղական շուկայում ոլորտի մրցակից ընկերությունների համար փակ գետո եւ պատահական մարդ, պատահական ներդրող, ներկրող, տնտեսվարող չէր կարող այդ արժեշղթայի մասը դառնալ, ելնելով տվյալ ընկերությունների խմբի սեփականատերերի եւ իրենց աֆիլիացված ընկերությունների սոցիալական, ֆինանսական, տնտեսական, ինչպես նաեւ հետագայում պարզվեց, նաեւ քաղաքական շահերից։ Այսինքն, եթե մի փոքր փորձենք ավելի որոշակիացնել, խոսքը ավելի շատ եւ ավելի շուտ խախտումների եւ չարաշահումների մասին է, թե կառավարման որակի։ Եվ, որովհետեւ միանշանակ է, որ մասշտաբային այն առերևույթ խախտումները, որոնց հետ կապված նույնիսկ այս պահին մոտ 3 տասնյակ քրեական բարույթներ են նախաձեռնվել եւ քննվում են հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում, չէին կարող դրանք այդ գործառնությունները ֆինանսատնտեսական եւ բարձր ղեկավարների ձեռամբ կայացված որոշումները ըստ իս չէին կարող կայացվել առանց սեփականատերի կամ իրենց լիազոր ներկայացուցիչների թողտվությամբ կամ մասնակցությամբ, բայց կային նաեւ այնպիսի փաստեր, որոնք որ վերաբերում են կառավարման ստորին օղակին, միջին օղակին եւ գուցեև սեփականատերերը կամ իրենց նշանակած տնօրինների խորհրդի ղեկավարը կամ տնօրեն խորհուրդ առհասարակ ասում եք 30 քրեական գործ։ Այո, մոտ 30 քրեական գործեր կան, այդ թվում նաեւ այնպիսի հոդվածներով, որոնք որ ուղղակիորեն հարուցվել են
հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից այդ հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված մոնիտորինգների արդյունքներով վերհանված փաստերի հիմամբ մի շարք հաղորդումներ ես եմ տվել գլխավոր դատախազություն, ի պաշտոնե ելնելով ձեռքի տակ հայտնված կամ իմ ստուգողական, վերահսկողական, կառավարչական, նաև ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացված գործողությունների արդյունքներով եւ կան նաև բազմաթիվ հաղորդումներ, որոնք որ վարույթի շրջանակներում մենք վեր ենք հանել, ուղղել ենք ՀՑԿ-ին որպես ոլորտը կարգավորող մարմին, ապա նաև տեսնելով այդ գործողություններում այդ փաստերի մեջ առերևույթ հանցակազմի հատկանիշներ հաղորդում ենք տվել դարձյալ իրավապահներին։ Դրանց թիվը մոտ 30 է Իսպանիայում։ Այդ քրեական գործերով անցնում են որ ուղղակները ավելի շատ վերին, միջին, վերից վար։ Վերից վար։ Կա նաև կալանավորված տեսուչ, տեղամասի պետ, մեղադրանքներ արդեն նաև առաջադրված են մի շարք միջին ու բարձր ստորաբաժանումների ղեկավարների նախկին, կան նաև փոխկապակցված ընկերությունների հետ կապված դարձյալ ֆինանսատնտեսական բնույթի առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստեր, որոնք եւս պատշաճ քննվում են, փորձաքննություններ են նշանակված, նաև մեր տարբեր ստորաբաժանումների տարբեր մասնագետներ են հարցաքննությունների կանչում այդ թվում, չմոռանանք նաև, որ շուրջ 100 միջին եւ բարձր օղակի ղեկավար կազմի փոփոխություն է արվել հետցուն։ Հետցունի մոտ 7000 աշխատակից եւ շուրջ 100 միջին ու բարձր օղակի ղեկավարներ ազատվել են իրենց աշխատանքից։ Մի մասը սեփական դիմումի համաձայն, մի մասը աշխատանքային օրենսգրքի եւ փակbaşıներական ընկերությունների մասին օրենքներով սահմանված մի շարք ցենզերի ուրեմն համադրմամբ, իմ որոշմամբ մոտ 4-5 տասնյակ դատական հայցեր կան, որոնք որ վիճարկում են իրենց ազատումները հետցից, վիճարկում են կառավարչի որոշումը Եվ ես քաջատեղյակ եմ, որ այդ ամենը տվյալ քաղաքացիները մի մասը նաև նրանց դժկամությամբ են անում եւ իրենց պարտադրում են նաև սեփականատերերի ներկայացուցիչները, փաստաբանական խմբերը, ովքեր կատարում են նրանց տեղը վճարումները, ներկայացնում իրենց դատարաններում, իրենց փաստաբանական ծառայությունները մատուցում են տվյալ քաղաքացիներին, այն դեպքում երբ տվյալ ազատված քաղաքացիները իսկ իրենք ի սկզբանե ազատման պահին նաև ինձ երաշխավորում են, որ չեն գնալու դատական ճանապարհով, իրենք նաև massամբ կամ ամբողջովին կիսում են այս գործընթացների լեգիտիմությունը եւ նաև ողջունում են պետության իմպերատիվ միջամտությունը ընկերության կառավարման գործում օրենքի լիազորությամբ եւ ՀՑԿՀ նախագահի որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում, բայց այսօր մենք դատական այդ հայցերով պաշտպանում ենք ընկերության լավագույն շահը Եվ բնականաբար բոլոր օղակներում գործընթացը օրենքի եւ իրավունքի գերակայության հարթության մեջ տանել ենք միջև տրամաբանական հանգուցալուծում հանուն Հայաստանի Հանրապետության։ Ձեր գնահատմամբ ո՞րն է ամենամեծ խախտումը, որ բացահայտվել է այս ընթացքում։ Խախտումները այնքան բազմաբնույթ, տարաբնույթ ու խորքային են, որ չեմ կարող առանձնացնել որևէ մեկը։ Կոնկրետ օրինակներ, ասենք, բոլորին է հայտնի այն 6 հիմնական պատճառները, որոնց հիմամբ հեծը զրկվեց բաշխման լիցենզիայից 6 հիմնավոր պատճառներն էլ առանձին արդեն իսկ առանձին պատճառ կարող են հանդիսանալ լիցենզիայից զրկվելու, բայց հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի 3-րդ տևած այդ երկարատև նիստի վճռորոշ նիստի արդյունքներով երբ ընդունվեց այդ որոշումը 6 հիմնավոր պատճառներ ուրեմն հիմնավորվեցին ՀՑԿՀ-ի կողմից, այո իհարկե դրանցից մեկը օրենքով սահմանված կարգով անջատումների վթարների մասին պարբերական հաշվետվությունների ներկայացումն է ՀՑԿՀ-ին, ոլորտը կարգավորող մարմնին, այդ հաշվետվությունները տևական ժամանակ տրվել են կեղծված, խեղաթյուրված եւ այդ հաշվետվությունների արժանահավատության հետ խնդիր կար, որի նաեւ ճշտելու, ստուգելու համար ՀՑԿՀ-ն վարույթի շրջանակում հատուկ այդ նպատակով մոնիտորինգ իրականացրեց եւ մոնիտորինգով հաստատվեց, որ 15-ից 18% այդ հաշվետվություններում խեղումներ կան, կոնկրետ հասցեական մասնաճյուղերում, հասցեական ստորաբաժանումներում։ Դա դեռ մի քանի կետային ընտրական ուղղություններով։ Երկրորդ հիմնավոր պատճառն այն էր, որ գրեթե 10 տարվա ուրեմն ընթացքում հեծը առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, այն է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցման, որոշ դեպքերում նաև կառավարության հավանությունը ստանալու շուրջ 700 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք
երաշխավորություններ է տրամադրել տաշիր ընկերությունների խմբին աֆիլացված, փոխկապակցված մի շարք տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում նաև տնտեսվարող սուբյեկտը, որը առհասարակ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չէ, եւ այդ երաշխավորությունները այդ ընկերություններին հայաստանյան մի շարք բանկերում հեծը տրամադրել է բարձր ղեկավարության, ուրեմն ստորագրությամբ եւ տնօրենի խորհրդի համաձայնությամբ եւ կնքած պայմանագրերի համապատասխան եւ երաշխավորությունները տրամադրվել է հեծի կողմից իր գույքային պատասխանատվության եւ շրջանառու եւ հիմնական կապիտալի նաեւ ոչ գրավադրման, բայց երաշխիքով, ինչը եւ ազգային օրենսդրության, այդ թվում նաեւ քանի որ հեծը ունի բավականին մեծ պարտավորություններ իր բաժնետոմսերի 100%-ի գրավադրման միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներում, նաեւ դա կոպիտ խախտում էր նաև այդ կառույցների արժև ստանձնած պայմանագրային պարտավորությունների։ Եվ ահա այդ բոլոր փաստերը իմ կառավարման շրջանի սկզբնական փուլում մենք վեր ենք հանել եւ պատշաճ ընթացքը լուծելու համար եւ ներկայացրել ենք հենց Ծառայության կարգավորող հանձնաժողով վարույթի շրջանակներում քննության առարկադարձնելու եւ իրավապահ մարմիններին ենք ուղարկել քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Երրորդ հիմնավոր պատճառը հեծի լիցենզիայի զրկման նաև այն է, որ դեռևս 2025 թվականի տարեմուտին, առաջին օրերին տվյալների բազան ջնջվել էր կամ գուցե արտաքին միջամտության, գուցե ներքին միջամտության, դա արդեն հետաքննությունը կպարզի, այս պայն քրեական վարույթ կա նախաձեռնված եւ մի քանի 100,000 բաժանորդների անձնական տվյալներ վերացել էին հեծից, ինչը ԵԲՑ կանոնների հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի սահմանված կանոնների կոպիտ խախտում է եւ այդ մասին առնվազն պաշտոնապես տեղյակ չէր պահվել ՀՑԿՀ-ն եւ նաեւ մինչ այն պահը, երբ ես ստանձնեցի լիազորությունների օրենքի ուժով, չէր վերականգնվել, մենք այնուհետև նաև ինքներս էլ փորձ կատարեցինք փորձագետներ ներգրավելու վերականգնելու եւ որևէ կերպ չստացվեց մեզ մոտ այդ տվյալները վերականգնելու եւ այդ տվյալները, որոնք նաև իրենց բնույթով անձնական բնույթի տվյալներ են պարունակում, պարզապես հեծի սերվերներից ջնջվել էր եւ արդեն տասնյակ հազարավոր բաժանորդների եւ իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց սպառումը էլեկտրաէներգիայի եւ դրանց գոյացած հասույթը, վճարումները հնարավոր չի լինի երբևէ ստուգելու, վերստուգելու, այլ պետք է բացառապես հղում կատարենք ձեռքի տակ եղած փաստաթղթերին բիլինգի համակարգին, որտեղ դրանք արտացված են հիշատակված համակարգից ժամանակին, որը այս պայն արդեն ջնջված է։ Երրորդ հիմնավոր պատճառը դա եւս 3 պատճառներ կան, բայց խոշոր հաշվով դրանք իրենց մեջ նաեւ ոչ միայն կառավարչական անթույլատրելի սխալներ են պարունակում, այլ նաև սխալներ են պարունակում, որոնք վերջնարդյունքում հանգեցնում են ռազմավարական նշանակություն ունեցող բնական մենաշնորհով օժտված ընկերության հետ կապված մի շարք խնդիրների, այդ թվում նաև մինչև պետական կարգի ազգային անվտանգության նաև սպառնալիքներ կարող են առաջացնել։ Ահա դրանով էր պայմանավորված, որ պետությունը իդեմս գործադիր ուրեմն գերատեսչության, ՏԿ նախարարության հաղորդում ներկայացրեց հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին, որպես ինքնավար մարմին, ոլորտում շեշտակի փոփոխություններ անելու եւ մասնավորապես հեծի մասով գործողությունների դիմելու, քանի որ այդ իրավիճակն այլևս անթույլատրել եւ կարող էր անխուսափելիորեն հանգեցնել թե կառավարման ճգնաժամի եւ թե ինքնին էներգետիկ ճգնաժամի մեր երկրում։ Հասկանալի է, դուք այս ընթացքում մի քանի բան շոշափեցիք, այդ թվում ֆինանսների մասով, ձեր տպավորությամբ կամ ձեր գնահատմամբ ասպես մեղմ ասեմ, ֆինանսների դուրսբերման մեխանիզմ է գոյություն ունեցել, մեխանիզմի նախանշաններ դուք տեսել եք, թե դա վատ կառավարման արդյունքում է եղել այդպես։ Տեսեք, քանի որ հեծը ինքը լինելով մասնավոր ընկերություն, բայց հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում է գործում, լիցենզավորման ենթակա լիցենզավորված անձ է ինքնին, պետական այն ինստիտուտը, որը կոչված է կարգավորելու տվյալ ոլորտի ընկերությունների աշխատանքը, ՀՑԿՀ-ն, սահմանել է մի շարք կարգավորումներ, ենթաօրենսդրական ակտեր, իրավակարգավորումներ, որոնք որ սահմանում են տվյալ ընկերության տնտեսվարման, կառավարման կանոնները։ Եվ ահա դրանցով սահմանված են նաև գնումների գործընթացները, որոնք առավելագույնս մոտակված են պետական գնումների, հանրային գնումների օրենսդրությանը։
մատակարարումների, ներդրումային ծրագրերի իրականացման եւ այդ բոլոր գործընթացները փաստաթղթավորված եւ գործող օրենսդրությամբ ու իրավակարգավորումներով սահմանված են այնպես, որ առավելագույնս իրականացվեն բաց, թափանցիկ, ներառական, մրցակցային, լիբերալ շուկայի կանոններին համապատասխան։ Բայց ձեր ասած փողերի դուրսբերման ֆինանսների այդ դուրսբերման մասով ես կարող եմ տալ գնահատական, որ մենք գործ ունենք հեծում նախկին շրջանում, տևական մի ամբողջ շրջան, տարիներ շահույթի միգրացիայի հետ, տնտեսագիտության լեզվով ասված, շահույթի միգրացիան այն է, որ գործող սակագնի կառուցվածքի մեջ ՀՑԿՀ-ն սահմանել է 12%-ի մարժա։ Եվ այն դեպքում, երբ հեծը շատ ավելի շահութաբեր է տնտեսվարում, քան 12%-ն է, եւ ահռել է շահույթները, որոնք որ նաև մենաշնորհային մատակարարումների, մենաշնորհային դիրքով կամ մարտոնյալ դիրքով օժտված եւ սեփականատերի հետ ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված ընկերությունը ձեռամբ է իրականացվում, ահռելի շահույթ է ձևավորվում եւ անխուսափելիորեն կամ պետք է սակագնի վերանայման նախաձեռնություն դրսևորեր հեծը, որ էներգահամակարգի մի մասն է ընդամենը, բայց նաև սակագնի մեջ զգալի դերակատարում ունեցող տնտեսվարման օղակ է, կամ էլ այդ շահույթները մարդիկ իրենց փոխկապակցված ընկերությունների մատակարարումների միջոցով միգրացրել են դեպի այլ մասնավոր սուբյեկտ եւ դիցուկ ունենք ընկերություն, որը որ հեծին տևական ժամանակ մատակարարել է էլեկտրատեխնիկական սարքավորումներ, տրանսֆորմատորներ, մալուխներ եւ այլն, ունելով այդ մատակարարվող ապրանքների վաճառքի գների մեջ մի քանի 100% շահութաբերություն։ Եվ երբ մենք արդեն կոտրեցինք եւ արմատախիլ արեցինք այդ մոնոպոլ տնտեսվարման արժեշղթան, դա մեր վրա բավականին երկար նյարդեր, ժամանակ, գիտելիք, հմտություն պահանջեց, այո, բայց վերջնարդյունքում ներողություն գնման գործընթացներում ունենք դեպքեր, որ միևնույն ընկերությունը նույն պարամետրերով օժտված, նույն ապրանքը, նույն տեխնիկական պարամետրերի պահանջով մատակարարել է X գնով երկար տարիներ, եւ մեր շրջանում արդեն գնման գործընթացների պատշաճ իրականացման առավելագույնս մոտարկված հանրային գնումների օրենսդրությանը ինքը պատրաստակամություն է հայտնել մատակարարելու եւ վերջնարդյունքում պայմանագրեր են կնքել իրենց հետ մատակարարման շուրջ 60% էժան գներով։ Հասկանում եք 60%։ 4 թվաբանորեն խիստ կոպիտ հիպոթետիկ օրինակով 12%-ը թողնենք հեծի շահութաբերությանը, 15-20%-ը միջին տնտեսվարման բիզնես շահերին մեր ընկերություն, մեր երկրում ընդունված տնտեսվարման կանոններին, այսինքն շուրջ 40%-ի հավելյալ շահութաբերություն է ունեցել տվյալ ընկերություն նախկինում, ինչը իրենց արդեն իսկ ներկայացնում է շահույթի միգրացիա հեծից դեպի օրվա սեփականատերերի հետ աֆիլիացված այլ ընկերություններ։ Կորուստների մասով ինչ կարելի ասել, ինչ տեսակ կորուստները ավելի շատ եւ ավելի շուտ բնական էին թե արհեստական։ Տեսեք, երբ առաջին օրերին ես բնականաբար առաջին օրին ամբողջ օրով էի մնում հեծում, կարդում էի, ուսումնասիրում էի հաշվետվություններին ծանոթանում, 6 տնօրինություններ կա տարբեր։ Բոլոր 6 տնօրինություններում արել ենք էական կադրային փոփոխություններ եւ թե գործող կադրերում հետ դեռևս շարունակում ենք աշխատել, վստահում ենք, այսպես վստահություն կրեդիտ ենք տվել, թե մեր թիմի այն ներկայացում նշանակել է արդեն այդ բարձր պաշտոններին, բարբերաբար հաշվետվություններ են բերում իրենց ոլորտներից եւ ես մանրամասն անձամբ էի կարդում, որովհետեւ տիրապետ եմ իրավիճակի ամենակար ժամկետներում եւ մի հաստից շատ զարմացա, տարակուսեցի, բայց նաեւ հետեւություններ արեցի ու հասկացա, որ այդտեղ կոնկրետ խնդիր կա։ Ինձ ներկայացրեցին կորուստների ուրեմն ցուցանիշները եւ առաջադեմ երկրներում էլեկտրաէներգիայի, էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի կորուստների ցուցանիշները ես պահանջեցի իմ ենթականերից, որպեսզի համադրեմ հեծի պաշտոնական ցուցանիշների հետ եւ պարզվեց, որ այդ շրջանում հեծում արկա տեխնիկական կորուստների ցուցանիշը համադրելի է Ֆրանսիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի նման առաջադեմ զարգացած էներգետիկ համակարգ ունեցող երկրների կորուստների հետ, ինչը իհարկե անհնար է, ինչը բացառված է եւ ակնհայտ այդտեղ կար զեղծարություն եւ հետագայում ինչ պարզվեց, որ այդ թվերը ՀՑԿՀ կողմից սահմանվում են յուրաքանչյուր տարի հաջորդ տարվա պլանը, առավելագույնը թույլատրելի կորուստը 7%-ն էր։ Դա էլ ֆիքսվել է։ Նախկին տարվա համար եւ բոլորը որոշ ստորաբաժանումներում, որոշ շրջանակների ձեռամբ ամեն ինչ արել են, որպեսզի
թվաբանորեն այդ թիվը բերեն եւ 7%-ի տակ տեղավորեն 6.8, 6.5, նույնիսկ ցանցերից մեկում, որտեղ ես անձամբ գիտեմ վատթար վիճակը, ինձ զեկուցեցին, որ 3.5% է։ Այսինքն Շվեյցարիայից ավելի լավ վիճակ է այդ քաղաքում, այդ քաղաքի ենթակառուցվածքները, որ կտեսնեք, ասենք ակնհայտ բնականաբար տարակուսանքի մեջ կմնեք։ Եվ ինչ պարզվեց հետագայում, այդ ամեն ինչ արվել է կորուստները թաքցնելու եւ նվազեցնելու համար հավելագրումներ կոնկրետ բաժանորդների եւ այդ բաժանորդները 1000 ու տասնյակ հազարավորներ են, այդ թվում եւ հանրային հատվածի մշակույթի տներ, համայնքային ոչ առևտրային ուրեմն կազմակերպություններ, կոմունալ տնտեսություններ, քաղաքների արտաքին լուսավորության ցանցեր, հավելագրումներ են արել դրանով չսպառված էներգիայի դիմաց գանձելով տվյալ համայնքներից, բյուջեից, հանրային միջոցներից, ինչպես նաև ֆիզիկական անձանցից եւ մասնավոր ընկերություններից, հավելագրումներով իջեցրել նվազեցումները եւ այդ կորուստները այսպես դուրս են գրել տվյալ քաղաքացիների տարբեր շրջանների վրա։ Այս պահին այն ցուցանիշները, որը մատնաշեցի, դրանից բարձր են կորուստները միջին վիճակագրական, բայց նաև ինչ ինձ ուրախացրեց սկզբից որ կորուստները վեր թռան ու կարծես թե օպոնենտ թիմից այդպիսի գործիչներ կային, ովքեր կանխատեսում են, որ կտեսնեք կորուստները հիմա կբարձրանան, բայց իրենց մատնեցին իրենք դրանով, որ մենք եթե հավելագրումները թույլ չտանք, բնականաբար կորուստները պիտի բարձրանան։ Բայց կորուստների մեջ կան նաև զարտուղի այդ միացումների ստվերային շրջանառության ռիսկերը, որոնք որ ոչ իրական պատկերը այս պահին չեն արտացոլում, բայց բավականին արդեն մոտեցրել ենք իրական պատկերին անխոնջ պայքար մղելով եւ հավելագրումների դեմ, որը զեղծարարություն է իջեցնել կորուստը, եւ գողությունների ու զարտուղի այդ միացումների դեմ, որոնք որ կարող են արտոնել որոշ շրջանակների այդ հասանելիությունը տալ։ Շատ լավ, մեկ հարցել ու արդեն գնանք ընդմիջման։ Հիմա ինչ կարելի է սպասել պետականացման այդ սցենարի շուրջ, ինչ սցենար է նախատեսվում, արդյոք կպետականացվի, արդյոք պետությունը նման համակարգ կառավարող, արդյունավետ կառավարող կարող է լինել։ Առաջի հարցի մասով արդյոք կպետականացվի, անշուշտ կպետականացվի, անշուշտ։ Ու ես շատ ուրախ եմ եւ հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր վերագտել է իր դիմակայունությունը եւ 2-2.5 տասնամյակ առաջ իրենց խլվածը այսօր պատվով ընդ որում օրենքի եւ սահմանադրության նորմերին խիստ համապատասխան վերադարձնում է պետությանը։ Իսկ այն, որ բախշիչ ցանցերը որպես ռազմավարական էներգետիկ ընկերություն բնական մենաշնորհով օժտված լիցենզավորված անձ եւ նաեւ իր աշխատակիցների քանակով թիվ 1 ընկերությունը մեր երկրում պետք է լինի 100% պետական սեփականության, դա անքննելի է, ես որպես պետական գործիչ, որպես պետականակենտրոն անձ, ես հպարտ եմ եւ ուրախ եմ այս գործընթացով։ Ամիսների ընթացքում արդեն ընկերությունը 100%-ով կանցնի պետությանը, ես վստահ եմ։ Հայաստանի էլեկտրական ցանցերը տնտեսական կառույց է, բայց նաեւ քաղաքական ազդեցություն ունեցող, քաղաքական ազդեցություն կրող, քաղաքական գործոն է եղել կամ է։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Մենք ավարտում ենք ոլորտային թեման եւ անցում որպես ներքաղաքական իրավիճակին Հայաստանի էլեկտրական ցանցերը լինելով տնտեսական կառույց նաև քաղաքական քաշուկշիռ է ունեցել։ Գործընթացը ինքնին բացառապես կառավարչական ու չասեմ այնքան տնտեսական, որքան որ ճգնաժամ էներգետիկ հնարավոր ճգնաժամ կանխարգելելուն միտված քայլերից է սկսել։ Դեռևս շատ ավելի վաղ, քան սեփականատերը եւ իրենց ներկայացուցիչները փորձում են քաղաքականացնել, շատ ավելի վաղ այդ գործընթացներից, դեռևս 2024 թվականի սեպտեմբեր ամսին դա համապետական ընտրություններից շուրջ 2 տարի առաջ էր։ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը լսումներ նշանակեց ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ, քանի որ եւ բիզնեսի տարբեր օղակներից, մանր ընկերություններից, խոշոր բիզնեսից եւ հանրության տարբեր շերտերից, այդ նաեւ տնտեսվարողներից, ովքեր որ տնտեսվարում են հենց էներգետիկայի ոլորտում, բազմաթիվ բողոքների, հանրագրերի, այդ շրջանում նաեւ ես պետական վերահսկողական ծառայության ղեկավարն եմ, ես կարող եմ վկայակոչել մոտ 1 տասնյակ այդպիսի հանրագրեր, որոնք որ ոլորտի տնտեսվարողները դիմել են ՊՎԾ-ին գնումների հետ կապված
խտրականության դրսևորման եւ մենաշնորհային դիրքը պահելու Տաշիր ընկերությունների խմբի կողմից վիճարկելու ՊՎԾ-ն։ Բայց կողմը ՊՎԾ-ն ինքնին կոչված է վերահսկողություն իրականացնելու բացառապես պետական կառավարման համակարգի մարմիններում, վարչապետի վերահսկողական լիազորությունների իրացման միջոցով, մենք տկենում որպես ոլորտի լիազոր մարմին եւ ՀՑԿՀ-ն որպես ինքնավար մարմին, ով կոչված է կարգավորումներ անելու հանրային ծառայության ոլորտում, բազմաթիվ գործողություն արեցինք եւ վերհանեցինք մի շարք նման մտահոգիչ փաստեր, որոնք զեկուցվեցին պատշաճ նաեւ վարչապետին եւ վարչապետի կողմից իմպերատիվ հանրակրթարան գնացին գործադիրի տարբեր մարմիններ։ Եվ ահա սեպտեմբեր ամսի երբ ազգային ժողովը արդեն այդ բողոքների բերմամբ քննարկումներ սկսեց, լսումներ սկսեց, այդ ժամանակ որը մեկը չէր կարող կանխատեսել, որ վերջնարդյունքում կպետականացվի հեծը։ Պարզապես սեփականատերի ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ էներգետիկ համակարգի այլ բաղադրիչների, այլ սուբյեկտների ներկայացուցիչների, այդ թվում նաեւ ՀՑԿՀ-ի եւ այն ժամանակվա նաեւ նախագահի ներգրավմամբ հանձնաժողովի բավական լայն քննարկումներ տեղի ունեցան, որոնց արդյունքում արդեն նոյեմբեր ամսին փոփոխություններ տեղի ունեցան ՀՑԿՀ նախագահը նախկին գործող, ով իր երկրորդ շրջանը նոր էր ընտրվել, հրաժարական տվեց իր պաշտոնից, պաշտոնից ազատվեց նաև տկեն նախարարի տեղակալ էներգետիկայի ոլորտը համակարգողը, ինչպես նաև արդեն ամիսներ անց, դեկտեմբերի վերջին արդեն սեփականատերի որոշմամբ փոխվեց ՀԵՑ-ի տնօրենի խորհրդի նախագահը եւ այն ժամանակվա փոխնախագահը իրենց Մերձավոր ազգականը նշանակվեց տնօրեն խորհրդի նախագահ։ Դրանից հետո ամիսներ տևած ուրեմն բանակցությունների աշխատանքային քննարկումների արդյունքում մոտ 1 տասնյակի հասնող հանդիպումներ են տեղի ունեցել ՀԵՑ-ի տնօրենի խորհրդի այսօրվա նախագահի եւ այդ շրջանում տկեն նորանշանակ նախարարի պարոն Դավիթ Խուդացյանի հետ եւ նախարարի եւ ՀԵՑ-ի տնօրենի խորհրդի նախագահի միջև աշխատանքային հանդիպումները անցել են բավականին փոխհմբռնումային, կառուցողական մթնոլորտում եւ ՀԵՑ-ի ղեկավարները սեփականատերերը այս շրջանում դա 25 թվականի սկիզբն էր ընդունել են, որ ՀԵՑ-ում կա լուրջ կառավարման խնդիր, որը կարող է ահանգեցնել էներգետիկ ճգնաժամի, դրա բերմամբ նաեւ բարձր ղեկավարության ՀԵՑ-ի այն ժամանակվա բարձր ղեկավարության շարքերում տեղի ունեցել մի շարք փոփոխություններ, մասնաճյուղի տնօրենի ռոտացիաներ եւ նաեւ ցանկեր են շրջանառվել, որոնք նաև ես ունեմ այս բան հասարություն, թե որ ենթականներում ինչ կարգի վթարներ են տեղի ունեցել, որոնք են հրատապ լուծման պահանջող հարցերը եւ ՀԵՑ-ը հրատապ կարգով ինչ փոփոխություններ պիտի անի, որ անխուսափելիորեն հանկարծ չարերեսվենք մեր երկրում էներգետիկ ճգնաժամի։ Եվ ահա ամիսներ տևած քննարկումների բանակցության արդյունքը այն էր, որ մայիս ամսին վարչապետի մի քանի մարզային այցերի ընթացքում մեր ազգաբնակչության քաղաքացիներ միստվար զանգված, այդ թվում տնտեսվարողներ անընդհատ բարձրաձայնում էին էլեկտրոէներգիայի մատակարարումների, ընդհատումների, վթարների, դրա որակի։ Ինչու՞ միայն մարզերում, Երևանում կառավարության նիստը։ Այո, հենց կառավարության նիստը դրա բառապացույցն էր։ Եվ ահա այդ ամենի արդյունքում վերջնական բնականաբար վարչապետի կողմից իմպերատիվ հանձնարարական է իջնում ոլորտի լիազոր մարմնին, գերատեսչությանը, տկեն նախարարին իմպերատիվ միջամտության արդյունքում լուծելու այս այսպես ահագնացող ռիսկերը կանխարգելելու էներգետիկ ճգնաժամը մեր երկրում եւ արդեն ինչպես էներգետիկայի մասին օրենքն է սահմանում տկեն նախարար հաղորդում է ներկայացնում ՀՑԿՀ նախագահին որպես ոլորտը կարգավորող մարմնի ղեկավար եւ այդ հաղորդման հիման վրա մի քանի տասնյակ էջանոց հաղորդման ներսում մեջ ուրեմն անդրադարձ է կատարվում եւ համակարգային խնդիրներին եւ առանձին կետային խնդիրների, առանձին դեպքերի հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի նախագահը որոշում է կայացնում հարուցել վարչական վարույթ ՀԵՑ-ի նկատմամբ եւ կանխարգելիչ միջոցառում իրականացնելու։ 5 միջոցառումներ նախատեսում օրենքը, որոնցից մեկը նաեւ նոր ինստիտուտ է մեր երկրում, դա ժամանակավոր կառավարչի նշանակումը։ Դուք գնացիք ժամանակավոր կառավարիչ աուդիտ անելու թե համակարգ փոխելու։ Ես գնացի որպես ժամանակավոր կառավարիչ իրականացնելու գործադիր կառավարումը ռազմավարական ընկերությունում մի կողմից թույլ չտալու հնարավոր ճգնաժամեր, կառավարման ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ, գուցե աշխատանքային սաբոտաժ, գուցե քաղաքական նկրտումներից ելնելով նաև գործադուլներ եւ այլն, մյուս կողմից վարչական վարույթի շրջանակներում, քանի դեռ վարչական վարույթ է իրականացվում եւ ՀՑԿՀ-ն իր լիազորությունից բխող մոնիտորինգներ, ստուգումներ, վերահսկողություն իրականացնում, համագործակցելու ՀՑԿ-ի հետ հասանելիություն ապահովելու տվյալ լիցենզավորված անձի
իրական իրերի դրվածքը ոլորտը կարգավորող մարմնի համար, որովհետև ժամանակին մի շարք փաստեր թաքցվել են արդեն փաստ է։ Մի շարք փաստեր կեղծվել են արդեն փաստ է։ Իսկ լիցենզիայի ձեռքում, հետո պետականացման հեռանկար, սրանք նախապես այդ ինչ որ պատմեցիք այդ ընթացքում արդեն ձևավորվում, խմորվում էր այս սցենարը, թե հնդածս առաջացավ այդ անհրաժեշտությունը լիցենզիայի ձեռքել կամ պետականացնել։ Բնականաբար ի սկզբանե որևէ բան վճռված չէր, որևէ նմանատիպ որոշում կայացված չէր, ես դա ձեր եթերից 100%-ով հերքում եմ։ Վարույթի 3+1 ամիսների, 4 ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ փաստորեն 6 հիմնավոր պատճառ հայտնաբերվեց հեծում, ինչը հանգեցրել հեծի այդ օրվա վատթար վիճակին եւ վերջնարդյունքում ենթակա էր ընկերությունը լիցենզիայի զրկման։ Դա վարույթի արդյունքում պարզ դարձավ։ Պարոն Պետրոսյան, ժամանակ արդեն սպառվել է, բայց ներքաղաքական իրավիճակը։ Ես ժամերով կխոսեմ հետս։ Ես պատրաստ եմ հյուրընկալել եւ ամբողջական թողարկում նվիրենք, բայց հիմա կոնե փոքր չափով, բայց ներքաղաքական իրավիճակներին անդրադառնանք, հատկապես որ հեծի սեփականատեր եւ ակտիվ քաղաքականություն հիմա գիտեք այդ զուգահեռաբար ընթանում է, ինչ գնահատական ունեք քաղաքական ակտիվությանը նույն սեփականատիրոջ եւ ինչպես է գնահատում նրա վերջին քայլը, մասնավորապես ուժեղ Հայաստան կուսակցության դաշինք կազմելը ոչ այնքան անհայտ մեղմ ասած հա կուսակցություններից, սա լուրջ քաղաքական ռազմավարություն է, թե PR քայլ է, որ տեսեք մենք միավորում ենք ի տարբերություն ԿՊ-ի, որ պարակտում է հասարակություն։ Սկսեմ վերջից, ԿՊ-ն բնավ չի պարակտում հասարակությանը։ ԿՊ-ն լեգիտիմ քաղաքական ուժ է, ով իր ժողովրդի ստացված համանդրական մեծամասնության մանդատով արդեն մի ամբողջ ազգային ժողովի շրջան ղեկավարում է մեր պետությունը, սկսած 2021 թվականի հունիսից։ Առհասարակ հեծի օրվա սեփականատերի քաղաքական ակտիվության հետ կապված, որը վերապահում չունեմ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի 18 տարին լրացած ազատ է իր սահմանադրական իրավունքները իրացնելու մեր երկրում որպես իրավական ժողովրդավար պետություն։ Այլ բան է, որ ինձ համար անհասկանալի է, թե երկքաղաքացիություն ունեցող անձին ինչպես են հիմա դիրքավորում որպես ապագա վարչապետ, երբ հստակ սահմանադրությունը մեր երկրի մայրօրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետություն վարչապետ կարող է դառնալ վերջին 4 տարիներին Հայաստանի Հանրապետություն մշտապես բնակվող եւ բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։ Դե նրանք ասում են այդ մեխանիզմը ինչպես, մեզ տվեք 2/3 ձայն, մենք ազգային ժողովում սահմանադրությունը փոխենք եւ Սամվել Կարապետյանը կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ասում են Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետն է, երբեմն ասում են հաջորդ վարչապետի ազգանունը Կարապետյանը։ Կարող ենք ենթադրել, թե որ Կարապետյանի մասին է խոսքը, ինչը եւս իրենց պարագայում բացառված չէ, բայց ես ձեր ուշադրությունը կցանկանայի սևեռել մեկ այլ փաստի։ Այս պահին մեծապես օլիգարխիկ շրջանակներ, ովքեր որոշված են ահռելի տնտեսական, ֆինանսական ու մարդկային կապիտալով, մրցապայքարի են դուրս եկել առանձին ճակատներով եւ արդեն գրեթե 2 ամիս է մնում մեր երկրում համապետական ընտրություններին։ Յուրաքանչյուր տեխնացիոն իր վարչապետի տեխնացիոն է առաջադրում, այնտեղ ուժ կա 3-4 վարչապետի տեխնացիոնի, որքանով որ այդ մարդիկ անլրջացնում են մեր երկրում սահմանադրությամբ սահմանված պահանջներ ու ընթացակարգերը եւ ինքնին նաեւ պետական կառավարման ինստիտուտը ու վարչապետի որպես պետության կառավարման գլուխ կանգնած ինստիտուտի տեխնացիության այդ ցենզերը այնքանով ես կարող եմ ինձ իրավունք վերապայլասելու, որ իրանք այդքան անլուրջ են վերաբերում մեր հմուտ քաղաքական օտարություն եւ քաղաքական խորը ընկալում ունեցող ժողովրդին եւ այդքանով իրենք, ես վստահ եմ ասում սա, մերժվելու են նույն մեր ժողովրդի կողմից, քանի որ անհասկանալի է առնվազն 3 ուժ, ովքեր հիմա դոմինանտ են մեր քաղաքական ընդդիմադիր դաշտում, առանձին ճակատներով մտել են մրցապայքարի մեջ, յուրաքանչյուր իր 1-ից 4 տեխնացուներով, բայց իրենք պորտալարով են միմյանց կապված։ Իրենք իրենց սոցիալ մշակութային որակներով են իրենց կապված։ Սա ոչ թե մրցակցություն է, այլ ռազմավարություն։ Սա ռազմավարություն է, ինչ որ կերպ հասնելու կոնսենսուս -1 ձևաչափին ընտրությունների արդյունքում, ինչը մեր ժողովուրդը թույլ չի տալու վստահաբար, որովհետև յուրաքանչյուրի կենսագրությունը մեր ժողովրդի առջև է
միմյանց մերժելով իրենք ուրանում են սեփական կենսագրությունը։ Չենք կարող մենք չնկատել, որ նախկին տասնամյակներում մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում է վարգահատերի իրադարձությունների, ազգային անվտանգությանը սպառնացող իրադարձությունների, բեկումնային այն շրջադարձները, որոնք մեծապես նաև հարվածի տակ են դրել մեր պետության կենսունակությունը, այդ բոլոր ուժերը միասին են արել, տարբեր կարգավիճակներով, տարբեր ուժերի բալանսավորման եւ սցենարի մաս կազմելով։ Մեկ հարցելու ավարտենք, որքանով եք վստահ, որ ԿՊ-ի գաղափարները խաղաղություն, չորրորդ հանրապետություն, իրական Հայաստան եւ այլն, սրանք հաղթական թեզեր են, եւ ընդհանրապես սա գաղափարական փաթեթ է, թե կարգախոսների փաթեթավորում։ Դրանք գաղափարական համոզմունքներ են, որոնք որ օրգանական մակարդակում, մեր կուսակցության շարքերում իրենցով ծնվել են, այսպես ասեմ։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ մենք պետք է ունենանք միջազգային ճանաչված, դեմարկացված, դեմիլիտացված, պետական սահմաններով չափելի Հայաստանի Հանրապետություն, պետության մոդել, որը որ իր հարևանների հետ որևէ կոնֆլիկտ չունի, որը որ իրական ժամանակում իրականացնում է ռեալ պոլիտիկի իր քաղաքականությունը, որը որ ցանկանում է բացվել գլոբալ աշխարհի հետ, խաղաղ արարման շրջան բացել ժողովրդի համար եւ խաղաղության, տևական խաղաղության պարագայում զարգացնել իր գիտությունը, տնտեսությունը, մշակույթը, հարուստ մշակութային ժառանգությանը տեր կանգնել։ Եվ բոլոր այդ թեզերը քաղաքագիտական, որոնք դուք մատնանշեցիք, դրանք մեր ժողովրդի ծոցից ելած ուժի առաջ բերած սկզբունքներ են, որոնք որ մեր ժողովրդի ստվար մեծամասնություն նաև կիսում է։ Դա կարող են վկայակոչել նաև մեր ներկուսակցական քարոզարշավի նոր ձևաչափի ուրեմն ներդրման արդյունքում մեր մարզային այցելու ցավոք ես զբաղության պատճառով շատ մարզեր չկարողացա անձամբ այցելել, բայց այն արձագանքը, այն մեսիջները, որոնք գալիս են մարզերից, ամենատարբեր խավերի, հասարակության ամենատարբեր շերտերից, ես համոզված եմ, որ այդ մեսիջները մեր հանրությունը լավագույնս ընկալում է եւ հստակ պարզորոշ տեսնում է ինչ է տեղի ունենում այսօր ներքաղաքական կյանքում եւ 2 ամիս անց իր քվեն վստահաբար վստահելու է այն քաղաքական ուժին, որը ծնվել է իր ծոցից, որը իրեն խաղաղություն է բերել եւ ամրագրելու խնդիր ունի այլևս եւ մեր ժողովուրդը պետք է տեր կանգնի իր խաղաղությանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօր մենք փորձեցինք բարձել նախ թե ինչ է կատարվում Հայաստանի էլեկտրական ցանցերում, այն ինչ կատարվում է, արդյոք կառավարման խնդիր է, թե խորքային համակարգային խնդիր, եւ երկրորդ փորձեցինք հասկանալ, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ ժամանակը ցույց տվեց, փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում ներքաղաքական դաշտում եւ ինչպես են դիրքավորվում կուսակցությունները ընտրություններից առաջ, թե իշխանական եւ թե ընդդիմադիր։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, լավ մնացեք, կհանդիպենք։